Ոսկին թանկանում է համաշխարհային նոր ռեկորդներ գրանցելով, բայց միշտ ապեք մեղադրել աշնանն ավանդաբար շատացող ու ոսկու պահանջարկը մեծացնող հայ հարսանքավորներին։ Ազնիվ, փայլուն ու սիրուն այս մետաղը ամբողջ աշխարհում է թանկանում, բայց ինչու՞։ Ուրեմն տեսեք, ոսկին ներդրողների նախընտրած ապահովագրությունն է խառը անորոշ ժամանակներում ու ցնցումների շրջանում, իսկ աշխարհը հիմա իր լավագույն օրերը չի ապրում։ Ընթանում են պատերազմներ, Թրամփի վարած առևտրային պատերազմը կա ու Չինաստանի հետ տնտեսական բախումը։ Իսկ ոսկին սովորաբար արտահայտվում է ԱՄՆ դոլարով, ու որքան թանկ է դոլարը, այնքան էժան է ոսկին, եւ հակառակը։ Հիմա հակառակն է։ Ոսկին այս տարի առաջին անգամ աշխարհին զարմացրեց ապրիլին։ Կտրուկ թանկացավ, երբ Թրամփը հայտնեց իր աննախադեպ մաքսատուրքերի մասին։ Ներդրողները հիմա նախընտրում են ակտիվները ոսկու տեսքով պահել, առևտրային լարվածության ու նաև ԱՄՆ կառավարության գործունեության դադարեցման, շատդաունի պատճառով։ Դե գիտեք, ԱՄՆ բյուջեն դեռ չի հաստատվել։ Վերադառնանք ոսկու եւ դոլարի կապին։ Թրամփը նաև դոլարի արժեզրկման կողմնակից է։ Դե արժեզրկումը ո՞րն է։ Նա ասում է ավելի ուժեղ դոլարը լավ է հնչում, բայց այդ դեպքում ոչ տրակտոր ես ծախում, ոչ էլ տուրիստ ընդունում։ Թրամփի տնտեսական քաղաքականությունն ըստ փորձագետների կավելացնի ԱՄՆ-ի արտաքին պարտքը, իսկ ավելի շատ պարտքը նշանակելու է տնտեսության մեջ ավելի շատ դոլար, ավելի շատ դոլարն էլ գնաճ է նշանակում, իսկ սա էլ իր հերթին թուլացած դոլար։ Եվ հենց այստեղ է, որ նորից օգնության է գալիս ոսկին։ Ոսկու ձուլակտորներին սկսում են նախապատվություն տալ ոչ միայն ներդրողները, այլ նաև տարբեր երկրների կենտրոնական բանկերը միլիոն դոլարների այսպիսի ձուլակտորներ առնելով։ Իսկ աշխարհի ոսկու 45%-ը հենց զարդ-զարդարանք է, եւ մարդիկ էլ հնարավորության դեպքում շարունակում են գնել այս թանկարժեք մետաղը, այսօր արդեն ավելի քան համոզված լինելով, ամեն փայլող բան չէ, որ ոսկի է։